24 TV-ն շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայաստանի Հանրապետական Կուսակցության ուսանողական կազմակերպության փոխնախագահ Նանե Կարապետյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Վերջին շրջանում բավականին նորաձև է դարձել դիվերսիֆիկացիա բառը եւ իշխանությունը մշտապես նշում է, որ ոչ միայն արտաքին քաղաքականությունն է բալանսավորված, նաեւ տնտեսությունն է դիվերսիֆիկացված։ Որքանով է Հայաստանին հաջողվում դա իրականացնել։ Տեսեք, դրա մասին խոսելիս նախ եւ առաջ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվել առաջ եւ ինչ է կատարվում հիմա։ Միշտ հնչել է այն միտքը, որ Հայաստանի Հանրապետությունը նախկին իշխանությունների ժամանակ խոսքը նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության մասին է խոսքը, այդ ժամանակ գնում էր դեպի Ռուսաստան, այսինքն ԵԱՏՄ, մոռացության մատնելով Եմեն կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ Չինաստան, այլ կողմեր։ Եվ այստեղ պետք է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ տարիների ընթացքում։ Տեսեք, ԵՄ-ի հետ մեր կապը տարեստարի էլ ավելի է ավելացել եւ եթե 2008 թվականին համաշխարհային տնտեսական ճգնաժամ սկսեց, ապա արդեն 2010 թվականին ԵՄ-ն հանդիսացավ Հայաստանի Հանրապետության համար երկրորդ ուղղությունը, որտեղ որ արտահանվում էին մեր ապրանքները։ ԵՄ-ի հետ կապը հասկանալու համար պետք է հասկանալ, որ ԵՄ-ի հետ այն ժամանակահատվածում, երբ որ Հայաստանը արդեն անդամակցում էր ԵԱՏՄ-ին, նույն ժամանակահատվածում ԵՄ-ն տարեստարի շարունակում էր ավելի մեծ ներդրումներ կատարել Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունից տարեստարի էլ ավելի մեծաքանակ ապրանքատեսակներ էին ներմուծվում ԵՄ երկրներ։ Նաև հարկ եմ համարում նշել, որ 2009 թվականին ԵՄ-ն GSP+ ծրագրի շրջանակում Հայաստանին տվեց արտոնություններ, այսինքն Հայաստանի Հանրապետությունից 6000 անուն ապրանք առանց մաքսատուրքերի ներմուծվում էր ԵՄ երկրներ, այսինքն արտահանվում էր ԵՄ երկրներ։ Եվ այդ GSP+-ը ինչի մասին, որ ներկայումս շատ են սիրում խոսել էկոնոմիկայի նախարարը Նիկոլ Փաշինյանը եւ այլ անձինք, վերջի տարիներին արդեն Հայաստանի Հանրապետությունում չի գործում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵՄ երկրներ արտահանումը էլ ավելի է դժվարացել, քան առաջ էր։ Եվ բացի դրանից, օրինակ, եթե մենք խոսենք Չինաստանի մասին, այն հարաբերությունները, որ այդ 10 տարիների ընթացքում որդեգրվում էր Չինաստանի հետ, մենք կտեսնենք, որ նույն իրավիճակը Չինաստանում էր, այսինքն 2010-ական թվականներին Չինաստանը դարձավ Հայաստանի համար երրորդ արտահանման երկիրը։ Եվ քանի որ Հայաստանը անդամակցում էր ԵԱՏՄ-ին, Չինաստանը մեծ հնարավորություններ էր տեսնում Հայաստանի համար, Հայաստանի միջոցով դեպի ԵԱՏՄ երկրներ տարբեր ապրանքատեսակներ արտահանելու համար, եւ նույնիսկ 2017 թվականին Չինաստանը միտք ուներ Հայաստանի Հանրապետությունում բացել լոգիստիկ կենտրոն, որտեղից որ ապրանքներ կարտահանվեին ԵԱՏՄ երկրներ։ 2017 թվականին նաեւ վիզայի ռեժիմը փոխվեց, ավելի ազատականացվեց եւ Հայաստան ու Չինաստան արդեն գործընկեր էին հարաբերությունները էլ ավելի նոր փուլ մտան, էլ ավելի զարգացան եւ այլ իրականության մեջ մտան։ Հիմա որ փուլում ենք։ Հիմա մենք մի փուլում ենք, որ կանգնած ենք բարենային անվտանգության լուրջ հիմնախնդիրների առաջ։ Նախ եւ առաջ պետք է հասկանալ ինչ է իրենից ենթադրում բարենային անվտանգությունը։ Յուրաքանչյուր երկիր ունի իր բարենային հաշվեկշիռը։ Բարենային հաշվեկշիռի մեջ են մտնում տվյալ երկրի տարածքում այն ապրանքատեսակները, խոսքը բարենային, այսինքն ուտելու ապրանքների մասին է, որը որ տվյալ երկրի ներսում մեծաքանակ թվով սպառում են։ Հայաստանի Հանրապետության այդ բարենային հաշվեկշիռի մեջ մտնում են 21 ապրանքներ, որպեսզի բոլորը չթվենք, եկեք մի քանիսի համատեքստում հասկանանք, թե ինչ իրավիճակում է ներկայումս Հայաստանում բարենային անվտանգությունը։ Տեսեք, օրինակ, եթե խոսենք ցորենի մասին, ցորենը ամենաակնառու եւ առաջնային թեման է, որը անդադ արծարծվում է բարենային անվտանգության մասին խոսելիս։ Ցորենի մասին խոսելիս, եթե դիտարկենք 2010-ից 15 թվականների կամ 2015-ից 2023 թվականների արդեն որ այս իշխանությունների կատարած աշխատանքն էլ տեսնենք, կտեսնենք, որ տարեստարի 2010-ից մինչև 15 թվական այդ ժամանակահատվածում անընդհատ ավելանում էր Հայաստանի Հանրապետությունում ցանկատարածությունների քանակը, որտեղ որ ցորեն էին արտադրում եւ բերքատվության մակարդակն էր ավելանում, այսինքն մի կողմից այն տարածքն էր ավելանում, որտեղ որ արտադրում էին, մյուս կողմից արտադրողականության քանակն էր ավելանում։ Եվ պատմական մաքսիմումը մենք ունեցել ենք 2015 թվականին եւ 16 թվականին, այսինքն այդ երկու տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ցորենի արտադրման բում էր եւ եթե մենք հիմա նայենք ինչ իրավիճակ է օգնում այս հարցում Հայաստանին, եւ հիմա Արցախը չկա։
Այո, եւ եթե մենք ներկայիս իրավիճակը դիտարկենք, 2023 թվականի համատեքստում արդեն այն ցորենի արտադրողականության մակարդակը, որը որ մենք ունենք, ավելի քիչ է, քան մենք ունեցել ենք օրինակ 2010 թվականին, չնայած այն ժամանակ մենք ունեինք Արցախ եւ Արցախից Հայաստան էր ներմուծվում ցորեն, այսինքն մենք ունենք ավելի քիչ, քան 2010 թվականը եւ եթե 2015 թվականի համատեքստում դիտարկենք այս հարցը, կտեսնենք, որ 2 անգամ ավելի պակաս ցորեն է արտադրվում հիմա, քան արտադրվում էր օրինակ 2015 թվականին։ Հիմա սա լրացնելու հնարավորություններ կա, թե ոչ։ Ցորենի այդ պաշարը լրացնելու համար արտերկրից ներմուծում են կատարում ցորեն, ինչը որ միշտ է տեղի ունեցել, սակայն ի տարբերություն առաջ մենք ինչ տվյալներ ունենք եւ հիմա ինչ տվյալներ ունենք, նախ ներմուծման ծավալը ավելի է մեծացել եւ եթե առաջ ներմուծում ենք մի քանի կենտրոններից, ապա ներկայումս ցորեն ներմուծվում է բացառապես Ռուսաստանի Դաշնությունից, այսինքն եթե 2010-ականների համատեքստում նայենք 12%-ային կետով ավելի մեծ թվով ցորեն է ներմուծվում Ռուսաստանի Դաշնությունից, քան առաջ էր ներմուծվում։ Հիմա նույնիսկ խոսվում է, որ ինչու՞ չէ, կամ այդպիսի առաջարկներ է արվում, որ ինչու՞ չէ Թուրքիայից էլ կարող եք ներմուծել։ Դա արդեն հարցի մյուս կողմն է, ինչը որ իրենից ենթադրում է համապատասխան թե քաղաքական հետևանքներ, թե տնտեսական հետևանքներ, եւ Թուրքիայից ներմուծումը տարբեր ապրանքատեսակների մասին է խոսքը, հենց բարենային անվտանգության մասով կարող է բացասական ազդեցություն թողնել, քանի որ ոչ այդքան ընկերական հարաբերությունների մեջ ենք Թուրքիայի հետ եւ այդ համատեքստում կարող է ոչ այդքան համապատասխան ապրանք ներմուծվել Հայաստանի Հանրապետություն։ Եվ ցորենի մասին խոսելիս Արցախի Հանրապետությունից ամեն տարի Հայաստանի Հանրապետություն էր ներմուծվում իհարկե ցորեն եւ ներկայումս այդ բացը մնում է եւ եթե այն ժամանակ այդ ցորենը հնարավորություն էր տալիս, որպեսզի կոպիտ ասած այդ գումարը մնար Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության տարածքում, այժմ այդ գումարը արդեն գնում է այլ երկրներ։ Եվ բացի ցորենի մասին խոսելիս, այսինքն մենք հասկացանք, որ ցորենի քանակը Հայաստանում նվազում է եւ արտերկրից մեկ կետից ներմուծումը այլ ավելի է մեծանում։ Այս խնդրի լուծումը ինչպես պետք է լինի։ Այսինքն արտադրությունը զարգացնել Հայաստանում։ Այո, օրինակ տեսեք 2020 թվականի իրողություններից հետո, երբ որ Արցախը կորցրեց իր 75%-ը, այդ ժամանակ հիմնականում այն տարածքները, որտեղ որ ցորեն էին արտադրվում, այդ տարածքներն էր, որը որ ուղղակիորեն անցավ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո եւ այն տարածքները, որտեղ որ մնացել էր, որ կարող էին ցորեն աճեցնել, այդ տարածքներում արտադրողականությունը էլ ավելի մեծացնելու համար առաջարկում էին, որ արկա ցանկատարածությունների շուրջ նոր տեխնոլոգիաներ զարգացնել, որպեսզի այն տարածքը, որտեղից որ X քանակությամբ ցորեն էին կարողանում արտադրել, այդ ժամանակահատվածում արդեն մի քանի անգամ ավել ցորեն արտադրեին, որպեսզի կարողանային ներքին սպառումը ապահովել։ Եվ եթե ցորենի ցանցում կատարենք օրինակ բուսական յուղին, կտեսնենք, որ բուսական յուղի շուկայում ունենք նույն պատկերը, եւ եթե 2010-ականներին, այսինքն հանրապետականի կառավարման ժամանակահատվածում փոքրականակ մենք բուսական յուղի արտադրություն ունեինք Հայաստանի Հանրապետությունում, ապա վերջին 2 տարիներին նույնիսկ բուսական յուղ Հայաստանի Հանրապետությունում չի արտադրվում եւ հիմնականում այլ երկրներից է ներմուծվում։ Հայաստանի Հանրապետությունում բուսական յուղը հիմնականում արևածաղկի յուղ են օգտագործում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ ընդամենը 10 ընդամենը եթե մենք դիտարկենք թե ինչ իրավիճակ էր 10 տարի առաջ եւ հիմա, կտեսնենք, որ 2016 թվականից մինչեւ հիմա գնալով նվազել է այն ցանկատարածությունները, որտեղ որ արևածաղիկ էր արտադրվում եւ ներկայումս 90%-ով ավելի քիչ է, քան 2016 թվականին մենք ունեցել։ Իսկ դա ինչով է պայմանավորված։ Դա պայմանավորված է միգուցե նրանով, որ համապատասխան անձինք չեն եղել, որպեսզի այդ գործունեությունը ծավալեն, այսինքն մի կողմից մենք ունենք գյուղացիների քանակ, ովքեր որ նախընտրել են այլ գործունեությամբ զբաղվել կամ արտագաղթել, իսկ մյուս կողմից մենք ուղղակիորեն ունենք իրավիճակ, երբ որ իշխանությունները համապատասխան ջանքեր չեն գործադրել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում բուսական յուղ արտադրվի։ Սա եւս տնտեսական այսպես շահերով է պայմանավորված։ Հնարավոր է նաեւ այսպես ներմուծում ավելի ձեռնտու լինի
Ներմուծումը միանշանակ ավելի ձեռնտու է Հայաստանի Հանրապետության այս իրավիճակի համար, որը որ մենք ունենք, այսինքն եթե մենք նոր տեխնոլոգիաների զարգացմամբ չենք զբաղվում եւ այլն, ապա ներմուծումը առավել ձեռնտու է իշխանությունների համար, սակայն եթե մենք ուշադրություն դարձնենք, 97.5%-ը ներկայումս Ռուսաստանի Դաշնությունից է ներմուծվում բուսական յուղի, եւ եթե առաջ երկրորդ երկիրը, որտեղից որ ներմուծվում էր բուսական յուղ Ուկրաինան էր համարվում, ապա 2022 թվականի իրողություններով արդեն պայմանավորված Ուկրաինան Հայաստանի Հանրապետություն բուսական յուղ չի արտահանում եւ մենք չենք կարող ներմուծել Ուկրաինայից բուսական յուղ եւ հիմնական ծավալը արդեն ընկնում է Ռուսաստանի վրա։ Այստեղ մենք եւս ունեցանք մեկ ապրանք, որը որ էլի մեկ կետից է ավելի մեծ թվով ներմուծում կատարում, այո։ Եվ երրորդ ապրանքատեսակը, որի մասին ցանկանում եմ խոսալ, շաքարավազն է։ Շաքարավազը այն ապրանքատեսակներից է Հայաստանի Հանրապետությունում, որտեղ որ միշտ արտադրությունը ավելի է եղել, քան ներմուծումը, եւ բացառություն է կազմել 2020 թվականը, 21 թվականը եւ 23 թվականը, այսինքն այս իշխանության ժամանակ մենք ուղղակիորեն ունեցանք իրավիճակ, երբ որ շաքարավազի ներմուծումը էլ ավելի գերազանցեց, քան Հայաստանի Հանրապետությունում ստացվող շաքարավազը եւ եթե մենք դիտարկենք ինչ փոփոխություններ է տեղի ունեցել, կտեսնենք, որ 2018 թվականից սկսած 75%-ով եւ ավելի քիչ է սկսել արտադրվել շաքարավազ, քան առաջ էր արտադրվում։ Իսկ ինչ տրամաբանությամբ։ Այսինքն ներմուծումը ավելի ձեռնտու է, շահավետ է ոմանց համար, դա է պատճառը, ինչով է պայմանավորված։ Մի կողմից անգործությամբ է պայմանավորված իշխանությունների, քանի որ իշխանությունները համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկում որոշակի արտադրողական թե տեխնոլոգիաների տեսանկյունից, այսինքն որ տեխնոլոգիաները զարգանան եւ առավել արդյունավետ լինի, օրինակ գյուղացուն կամ մասնավոր ինչ-որ սեկտորի, մասնավոր ինչ-որ անհատի այդ ամեն ինչով զբաղվել, իսկ մյուս կողմից ուղղակիորեն մտածում են ինչի չներմուծել, եթե կարող են ուղղակիորեն ներմուծել եւ Հայաստանի Հանրապետությունում չարտադրել, ինչը որ իհարկե տնտեսական բոլոր կանոններին դեմ է։ Եվ վերջինը, ինչը որ կցանկանամ նշել պարենային անվտանգության համատեքստում, դա մսամթերքն է։ Եթե 2023 թվականին Հայաստանի Հանրապետությունում օրինակ խոզի մսի վերաբերեմ, օրինակ 2023 թվականին արտադրվել է 15 տոննա խոզի միս, ինչը որ նաև տարբեր մշակման ենթակա խոզի մսի մասին է խոսքը, այսինքն եթե օրինակ երշիկների մեջ է օգտագործվել եւ տարբեր ապրանք, այսինքն ընդհանուր խոզի մսի մասին է խոսքը, ապա Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականին 15 տոննա է արտադրվել, որը որ 2 անգամ պակաս է, քան տեղի ունեցել 2010 թվականին։ Այսինքն նույնիսկ խոզի մսի պարագայում մենք ունենք կտրուկ նվազում եւ ուղղակիորեն բանը հասել է նրան, որ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվել է խոզի մսի ներմուծումը, քանի որ եթե այդպես շարունակվեր, ուղղակիորեն մի իրավիճակի առաջ էին կանգնելու, երբ որ Հայաստանի Հանրապետությունում խոզի միս առհասարակ չէր լինի, այսինքն մարդիկ չէին զբաղվի խոզաբուծությամբ։ Նույն իրավիճակը նաեւ կապված է թռչնի մսի պարագայում։ Եթե 2016 թվականին մենք տարբեր երկրներից էինք ներմուծում թռչնի միս, ապա արդեն 2023 թվականին այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում ընդամենը 2 երկրից է թռչնի միս ներմուծվում՝ Բրազիլիայից եւ Ռուսաստանի Դաշնությունից։ Ուստի մենք ունենում ենք մի իրավիճակ, երբ որ իշխանությունները խոսում են դիվերսիֆիկացիայի մասին, սակայն դա ուղղակիորեն տեղի չի ունենում, ինչը որ նաեւ հղի է շատ բացասական հետևանքներով, այսինքն այնպես չէ, որ այս իշխանությունները Ռուսաստանի Դաշնության հետ շատ լավ ընկերական հարաբերությունների մեջ են եւ ուղղակիորեն երբ որ գա մի իրավիճակ, որ Ռուսաստանը որոշի օրինակ այդ ապրանքատեսակները չարտահանել Հայաստանի Հանրապետություն, ապա Հայաստանի Հանրապետությունը կկանգնի լուրջ մարտահրավերների առաջ։ Եվ նույնը օրինակ տեսեք Արցախում, երբ որ այսպես կոչված կյանքի ճանապարհը փակվեց, նույնանման իրողություն նաև եղավ Արցախում, սակայն արցախցիները ավելի երկար կարողացան գոյատևել, քան եթե այդ իրավիճակը լինի Հայաստանի Հանրապետությունում, քանի որ պաշարների ավելի քիչ զանգված ունենք Հայաստանի Հանրապետությունում եւ եթե օրինակ հենց բուսական յուղի վրա օրինակը բերեմ, ընդամենը 101 օր Հայաստանի Հանրապետությունը կկարողանա իր ունեցած պաշարներով բավարարել ժողովրդին, եթե ինչ որ այդպիսի իրավիճակ լինի եւ Հայաստանի Հանրապետությունն առհասարակ բուսական յուղ չներմուծվի։ Այսինքն իրականում այն դիվերսիֆիկացիան, որի մասին խոսում է իշխանությունը, չեն կարողանում ամբողջապես իրականացնել։
ոչ միայն չեն կարողանում ամբողջապես իրականացնել, այլ նաև բոլոր հնարավոր կողմերի հետ իրենց հարաբերություններն են փչացնում։ Այդ ամեն ինչը լի է վտանգներով եւ մարտահրավերներով Հայաստանի Հանրապետության համար, իսկ մյուս կողմից իրենք ուղղակիորեն գոռում են, որ կա դիվերսիֆիկացիա, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությունում ներկայիս իշխանությունները չեն վարում դիվերսիֆիկացված քաղաքականություն։ Հիմա Եվրամիության հետ, որ նշում ենք, առևտրաշրջանառությունը նվազել է եւ դա պայմանավորված է նաեւ այն արտոնություններից, որից հիմա Հայաստանը չի օգտվում, նախկինում օգտվում էր։ Ինչ պետք է արվի այս ամենը շտկելու համար։ Ներկայիս իշխանությունները փորձում են որոշակի արտոնություններ տրամադրել այդ ապրանքատեսակների համար, այսինքն Հայաստանի Հանրապետությունը իր բյուջեից փորձում է ֆինանսավորել այն մաքսատուրքերը, որը որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գործարարը պետք է վճարել այդ ապրանքները արտահանելու համար, որոշակի չափով է այդ ամենը գործում, չնայած Հայաստանի Հանրապետությունում եւ մի կողմից մենք ունենք ստանդարտացման խնդիր, այսինքն որոշակի ապրանքախմբեր, որոնք որ ցանկանում չափորոշիչներին չեն համապատասխանում, չնայած էկոնոմիկայի նախարարը նշում է հակառակը, ասում է, որ համապատասխանում են չափորոշիչներին, սակայն դա այդքան էլ այդպես չէ եւ ուղղակիորեն նա նշում է, որ ոչ թե չափորոշիչներն են խնդիրը, այլ այդ պատասխանատվության բեռը ցանկանում է ձեռներեցների վրա դնել եւ ասել ուղղակիորեն, որ նրանք չեն հասցնում առավել ջանք չեն գործադրում այդ ուղղությամբ, ոչ թե առավել ջանք չեն գործադրում, այլ չունեն բավարար չափով ռեսուրսներ, այսինքն եթե օրինակ պետք է 1000 ապրանքատեսակներ արտահանել, նրանք 1000 չեն կարող ապահովել եւ դրա համար քիչ է լինում, ուստի եւ բայց խոշոր ձեռնարկատերեր կան, որոնք կարող են դա ապահովել, բայց ինչու չի լինում այս դեպքում։ Իհարկե կարող են ապահովել, նրանք ուղղակիորեն ցանկանում են իրենց պատասխանատվության շրջանակը, իրենց անգործության շրջանակը գցել այն մարդկանց վրա, ովքեր որ չեն կարող, այսպես ասած, համապատասխան ձևով պատասխանել իրենց։ Իսկ որ ապրանքներն են, որ իսկապես կհետաքրքրեն Եվրոպային։ Եվրամիության համար ամեն տարի, եթե մենք դիտարկենք վիճակագրության կոմիտեի տվյալները, կտեսնենք, որ Եվրամիության երկրներ հիմնականում արտահանվել է ծխախոտ, հիմնականում արտադրվել է ալկոհոլային ըմպելիքներ, եւ նույն իրավիճակը մոտավոր մենք ունենք Ռուսաստանի Դաշնության, այսինքն ԵԱՏՄ երկրների պարագայում, եթե խոսենք Ամերիկայի Միացյալ Նահանգների պարագայում այդ համատեքստում կհասկանանք, որ հիմնականում ոսկյա զարդեր եւ ադամանդներ են արտահանվել, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ դրա ծավալները նույնպես իջել է, Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան է ներմուծվել հիմնականում բժշկական տեխնոլոգիաներ, դրա քանակն էլ այլ ավելի պակասել Հայաստանի Հանրապետության համար, չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները հակառակն են պնդում։ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում սոցհարթակներում տարբեր մշտապես հաշվետվություն է ներկայացնում եւ օրերս նշել էր, որ 2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա համեմատ իրական արտահայտությամբ աճել է 5.9%-ով։ Կառավարության 2021-ից 2026 թվականներին տարեկան տնտեսական աճերի միջին 7% սահմանված առանցքային թիրախը պահպանվել է եւ այլն եւ այլն։ Տեսեք, համախառն ներքին արդյունքի մասին խոսելիս պետք է հասկանալ այն համատեքստում, թե որ ապրանքները եւ որ ծառայություններն են, որ ապահովում են այդ համախառն ներքին արդյունքի աճ։ Կտեսնենք, որ 2022 թվականից սկսած պայմանավորված ռուս-ուկրաինական իրավիճակի սրմամբ որոշակի չափով Հայաստանի Հանրապետության տնտեսությունը շահում էր եւ ներկայումս այն իրավիճակը, որը որ ենթադրում էր իրենից, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը կշահի կամ չեզոքանում է կամ թուլանում է, ինչի արդյունքում, որ մենք ունենում ենք ներկայումս արդեն վիճակագրական տվյալների անկում եւ եթե այն ժամանակ համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեր, ապա Հայաստանի Հանրապետության տնտեսությունը այլ ավելի մեծ արդյունքների եւ ավելի հաղթած դուրս կգար, այսպես ասած, քանի որ Հայաստանի Հանրապետությունում այդ ժամանակ համապատասխան հարկային քաղաքականություններ, համապատասխան արտոնություններ չտրվեցին այդ անձանց, ովքեր որ Ռուսաստանի Դաշնությունից եկան այստեղ եւ որպեսզի իրենց բիզնեսը դնեն եւ շարունակեն, մենք ունեցանք ուղղակիորեն մի իրավիճակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը կորցրեց այդ մարդկանց, կորցրեց այդ բիզնեսները, մասնավորապես IT ոլորտը Հայաստանի Հանրապետությունից գնաց, այն IT ոլորտի մասին է խոսքը, որը որ Ռուսաստանի Դաշնությունից էր եկել Հայաստանի Հանրապետություն։ Բայց գնացել են ամբողջապես։
հիմնական հատվածը արդեն գնացել է եւ մյուս կողմից մենք ուղղակիորեն ունեցանք իրավիճակ, երբ որ Հայաստանը դարձավ տարանցիկ գոտի, այսինքն օրինակ Ռուսաստանի Դաշնությունից ոսկին ներմուծվում էր Հայաստան կամ մի փոքր մշակվում էր կամ չէր մշակվում եւ արտահանվում էր դա այլ երրորդ երկրներ։ Ուստի եւ մենք ունեցանք իրավիճակ, երբ որ մենք տնտեսական թվերի վրա ունեցանք ավելացում, սակայն որպեսզի տնտեսությունը զարգանա, պետք է տնտեսությունը առաջ տանող ուժերը զարգանան, ինչը որ ներկայումս տեղի չի ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Խոսենք նաև աշխատատեղերի եւ աշխատավարձերի աճի մասին, կրկին ներկայացրած հաշվետվությամբ Նիկոլ Փաշինյանի կողմից նշված է, որ 2018-ից 2024 թվականների աշխատավարձերի իրական աճը կազմել է շուրջ 40%։ Էկոնոմիկայի նախարարության Facebook-յան պաշտոնական էջում տեղեկատվություն տարածվեց, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի տվյալներով միջին աշխատավարձը կազմում է 287,000 դրամ։ Խոսքը անվանական աշխատավարձի մասին է, որը որ կազմում է 287,000 դրամ, սակայն պետք է հասկանալ, թե ինչպես է ստացվում, որ նման մեծ թիվ է գեներացվում։ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 270,000 մարդ, ովքեր որ աշխատում են, նրանք ստանում են միջինում 100,000-ից 200,000 դրամ աշխատավարձ եւ քիչ թվով մարդիկ ստանում են բավականին բարձր թվով աշխատավարձ եւ երբ որ միջինացնում են այդ բարձր թվով աշխատավարձ ստացողներին եւ ցածր կամ միջին թվով աշխատավարձ ստացողներին, մենք ուղղակիորեն ստանում ենք մի իրավիճակ, երբ որ միջին աշխատավարձը լինում է 287,000, ինչը որ չի համապատասխանում իրականությանը, այսինքն քիչ թվով մարդիկ են, որ օրինակ ստանում են 400,000 կամ 500,000 դրամ աշխատավարձ եւ երբ որ դա ամբողջացնում են լրիվի վրա, ստանում են այդ թիվը։ Եվ ինձ թվում է մի փոքր ծիծաղելի է խոսել 287,000 դրամի մասին, երբ որ օրինակ Հայաստանի Հանրապետությունում եթե վերցնենք Շիրակի մարզը, Շիրակի մարզում աղքատ են համարվում բնակչության 43,1%, այսինքն աղքատ է համարվում այն մարդը, որ 64,000 դրամից ցածր աշխատավարձ է ստանում, այսինքն մի կողմից նրանք խոսում են, որ 287,000 դրամ աշխատավարձ են տալիս ժողովրդին, իսկ մի կողմից մենք ունենք իրավիճակ, երբ որ 43% օրինակ Շիրակի մարզի բնակչության կամ Տավուշի մարզի 37,2% բնակչության աղքատ է, այսինքն սա ծիծաղելի համադրություն է եւ ինձ թվում է ուղղակիորեն չպետք է ժողովրդին այդպես մոլորեցնել։ Իսկ ցածր աշխատավարձի հետ կապված ինչ ցուցանիշներ կան։ Հայաստանի Հանրապետությունում աղքատ են համարվում այն մարդիկ, ովքեր որ ստանում են նվազագույն սպառողական զամբյուղից պակաս թվով աշխատավարձ, այսինքն 64,000 դրամից ցածր թվով աշխատավարձ, եւ այս թվերի մասին խոսելիս հիմնականում մարզերում է ավելի սոսկալի վիճակ, բացառություն է կազմում իհարկե Սյունիքի մարզը, եւ այստեղ միակ դրական հաջողությունը, որը որ իրենց կառավարության հետ կապ չունի, կապված է Սյունիքի մարզի հետ, Սյունիքի մարզում միջին աշխատավարձը կազմում է 349,000 դրամ, այսինքն կապված հանքարդյունաբերության հետ, իհարկե հանքարդյունաբերության ոլորտում մարդիկ էլ ավելի բարձր աշխատավարձներ են ստանում եւ կապված դրա հետ այնտեղ աշխատավարձը էլ ավելի բարձր է, քան օրինակ Երևանում։ Համընդհանուր հայտարարագրման մասին էլ խոսենք, մեծ աղմուկ բարձրացավ, մինչդեռ Փաշինյանն ասում է, որ դա ձեռնտու է լինում քաղաքացիներին, որովհետև եթե երեխաներ ունեն, նրանց ուսման են տալիս, ետ է վերադարձում նրանց այդ գումարը եւ կրկին հաշվետվություններ օրերս ներկայացրել։ Ամեն դեպքում ինչ խնդիրների առջև կարող է քաղաքացին կանգնել եւ նպատակը որն էր։ Հայտարարագրի մասին խոսելիս տեսեք իրենք ասացին, որ պետք է մայիսի 1-ից, եթե չեմ սխալվում, մարդիկ ներկայացնեն հայտարարագիր, սակայն համապատասխան միջոցառումներ չէին ձեռնարկել, որպեսզի այդ հայտարարագիրը մարդիկ լրացնեն։ Այսինքն տարական այն հանգամանքը, որ մարդիկ պետք է ունենան ID card, ոչ բոլորը ունեին եւ այն ժամանակահատվածում, երբ որ կառավարությունը հայտարարեց, որ նման բան պետք է լինի, ուղղակի անձնագրային կենտրոններում հերթը հասնում էր մինչև տարվա վերջ, ուստի եւ նրանք արդեն ստիպված էին հայտարարագիրը տեղափոխել։ Այսինքն նրանք անում են մի բան, առանց հասկանալու, թե դրանից առաջ ինչ գործողություններ պետք է կատարեին եւ մարդիկ ինչի առաջ են կանգնելու, եթե դրանք կատարած չլինեն։ Մի փոքր այլ օրինակ բերեմ, նույն իրավիճակը մենք ունեցանք մարզերում, երբ որ արդեն անասունների սպանդը պետք է հատուկ սպանդանոցներում իրականացվեր եւ օրինակ Գյումրիում չէին ստեղծել սպանդանոց, սակայն ստիպում էին, որպեսզի մարդիկ իրենց անասուններին մորթեն սպանդանոցում։ Այսինքն իրենք անում են մի բան,
կան առանց հաշվարկելու, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկվեր դրանից առաջ։ Եվ նույնը հայտարարագրման մասին է խոսքը։ Նրանք փորձեցին մարդկանց մոտիվացնել իրենց հայտարարագիրը լրացնելու գործում, ասելով, որ դրանից տոկոսներ կգան, չգիտեմ, այնտեղ ասում էին, որ եթե ձեր երեխան դպրոցում սովորում է, դպրոցի սովորելու գրքերի փողը հետ կգա եւ այլն, բայց հետագայում արդեն բարձաբանումներ եղան, որ դա չի համապատասխանում իրականությանը, այսինքն դա կարող է համապատասխանել իրականությանը, ինքը օրինակ էր բերում ֆուտբոլը, եթե Նիկոլ Փաշինյանի մասին խոսենք, ասում էր, որ եթե երեխան գնում է ֆուտբոլի, այդ ֆուտբոլի պարապմունքների փողը հետ կգա, եթե դուք հայտարարագիր ներկայացնեք, սակայն դա հետ կգա այն ժամանակ, երբ որ կառավարությունը հենց ֆուտբոլը համարի առաջին զարգացող եւ առաջին անհրաժեշտությունը զարգացման հարցում բնագավառ եւ այդտեղ կատարի ներդրումներ։ Այսինքն, քանի առաջնային չի համարվի այդ բնագավառը, այդ երեխան, որ գնում է ֆուտբոլի, այդ գումարը հետ չի գալու իր ծնողներին։ Մասնավորապես ինքը նշել էր ամեն շաբաթ հաշվետվություն է ներկայացնում եւ վերջին հաշվետվությամբ նշել էր, որ հունվարի 1-ից մինչ օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 3448 քաղաքացի ետ է ստացել 321 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ։ Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1000 դրամ է։ Բայց եկեք հասկանանք, թե այն մարդիկ, ովքեր որ այդ հայտարարագիրը լրացրել են, իրենք ովքեր են, քանի որ գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ պետական պաշտոնյաները լրացրել են հայտարարագիր, այսինքն այնպես չի եղել, որ նրանք չեն լրացրել եւ հիմա են լրացնում եւ այդ թվերը նրանց թվերն են։ Ուղղակիորեն ունենք իրավիճակ, երբ որ նոր մարդիկ, այսինքն հասարակ ժողովուրդը, քաղաքացիները, ովքեր որ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ չեն, ովքեր որ առաջ ենթակա չեն եղել հայտարարագրման, հիմա ուղղակիորեն որոշել են հայտարարագիր ներկայացնել։ Դա չի համապատասխանում իրականությանը, այսինքն այն մարդիկ, ովքեր որ առաջ էին ներկայացնում հայտարարագիր, նույն այդ մարդիկ հիմա են ներկայացնում հայտարարագիր։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի Հայաստանի Հանրապետական Կուսակցության ուսանողական կազմակերպության փոխնախագահ Նանե Կարապետյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։